Պապարի 4 փաստերով խոսենք, խնդրում եմ։ Ինչ ես խնդրում։ Ես էի մեղավոր։ Եթե Լուսեին չտանեի հետս, այդպես չէր լինի։ Ուղղակի այդ ջահելը մտավ, ինձ Լուսեի հետ տեսավ, միանգամից ակլորացավ։ Ահա։ Բայց լակոկը պատասխան կտա իր ակլորանալու համար։ Կտա, բայց ինձ։ Զգացմունքները բիզնեսի հետ պետք չի խառնել, միշտ դու ես ասում։ Տղա ջան, էլ եմ ասում, բայց խոսքը քո մասին է։ Կապ չունի։ Բիզնեսը դրանից պիտի չտուժի։ Իսկ դու ավելի լավ է իմ ասածների մասին մտածի, թե որտեղ կարող ենք զիջել, թեկուզ շատ աննշան, բայց զիջել պետք է։ Չէ, սպասի, ոչ մի բան մի ասա։ Մտածի ասածներիս մասին, հետո կխոսենք։ Ինչ որտեղ ես գնում։ Հա, Լուսեի հետ ահագին բան կա քննարկել։ Լավ ջան, մի րոպե իսկ կարող է համոզես, որ կոնե եկեղեցի։ Չէ, ես ոչ մի բան էլ չեմ համոզի։ Թող ամեն ինչ լինի այնպես, ոնց որ ինքն է ուզում։ Ինձ համար ավելի կարևոր բաներ կան։ Չէր կարող մի բան եղած չլիներ։ Հաստատ մի բան եղել է ու հաստատ Արեգն էլ այնտեղ է եղել։ Սաթենը դու ոնց ես կարծում։ Դավիթը ներս չեկավ ու դա էլ տարօրինակ է։ Մենք խոսել էինք ու պայմանավորվել, որ հետո պիտի հանդիպեինք ու քննարկեինք այդ։ Դե երևի ինչ որ բան դուրը չի եկել, դրա համար չեկավ։ Դա իր հերթին։ Հույս ունեմ, որ գոնե բանը կռվի չի հասել։ Դավիթը շատ հանգիստ է։ Իսկ Արեգը Բա հիմա ինչ անենք, կարող է ես խոսեմ հետը։ Հիմա ինչ անելու, ձեր գործերով է զբաղվելու, պետքա դուրս գար։ Դավիթի հետ պիտի աշխատեն։ Բարի որ ախպերես։ Բարև։ Քեզ է ուզում տենայի։ Վիկային տեսա իրար հետ եկանք։ Անայսին տեսել ես, կարող է հեռախոսից իրանց տանն եմ թողել։ Հա, իրա մոտ է։ Մերսի որ Վիկային ճանապարհեցիր ախպերս, բայց մենք պիտի գնանք դասի ենք։ Սպասի հələ։ Կհասցնեք գնաք դասի։ Մոռացել եք բան եք պայմանավորվել։ Խաղը կրվել ենք, չէ՞։ Ձեզ պիտի տանենք պատիվ տանք։ Հա, բայց էդի հետո։ Հիմա դասի ենք։ Այդքան կարևոր է այդ դասը։ Հա, կարևոր է շատ։ Հա, բայց այդքան մարդ սովորել է, ինչ արել, որ դուք ինչ անեք։ Ախպերս ինչի համար է այս խոսակցությունը։ Ասում եմ դասի ենք, մոժ ջան, կխոսանք։ Սպասում եմ դե։ Դասդ վերջացնես զանգի։ Ինչ կապ ուներ քո հետ, որտեղ եք հանդիպել։ Շենքից դուրս եկա ձեն տվեց։ Հա, երևի իրանց տները ձեր թաղերում է։ Իրան խելոք է պահել։ Դե հա, բայց մինչև տեղ հասանք։ Հիմա դասերը վերջանա դրան պիտի զանգես։ Չէ, Արամի հետ գալու ենք ձեր մոտ։ Հետո կհասկանանք։ Ինչ եղավ, պատես։ Չէ, նորմալ է, գլուխս դպվեց։ Վախ, կարող է հաշ չես կերել այսօր։ Չէ, չեմ կերել, ես ստեղ ֆիթնեսի եմ գալիս։ Առավոտը շուտ արթնացա, չհասցրեցի նախաճաշեմ, բայց հիմա ջուր կխմեմ, նորմալ է։ Իսկ կարող է տաքսի կանչեմ նստես գնաս Չէ, դե մեքենայով կվարեմ, չէ։ Այս հետո կխոսեմ, էլի։ Չէ, դուք ձեր զանգին պատասխանեք, ես նորմալ եմ, հանգիստ եղեք։ Հաստատ։ Հա, հաստատ։ Դե լավ, ես գնացի։ Ձեզ լավ որ։
Տիկին սա։ Ոյ, Հանգիստ ես եմ։ Գնա։ սիրտը շաքեց, տղա ջան։ Դու ինչ ասեցիր։ Սրճարանում ես սպասում։ Դե հա, բայց զանգեցի չպատասխանեցիք ու անհանգստացա։ Լավ, արի գնանք այդ աղջիկը մեզ միասին չտեսնի։ Որտեղ է այդ սրճարանը։ Այստեղ 2 քայլի վրա։ Ես պապայի հետ խոսեցի։ Մեր ընկերությունը պատրաստ է ընթառաջի։ Հատկապես ինչ հարցերում։ Դե օրինակ երեկվա կինը, որ մեր նոր ակառուսներում բնակարան էր ուզում։ Ուղղակի մի քանի հաշվարկներ կա անելու։ Դե դրանցով էլ պապան ասեց, որ Վարդանը կզբաղվի։ Դրանից հետո արդեն հստակ կիմանանք ինչ առաջարկենք։ Իսկ ձեր ընկերությունը։ Ինձ գիտես ինչը դուր չի գալիս։ Որ անընդհատ ասում ես ձեր ընկերություն, մեր ընկերություն։ Մենք շուտով ընտանիք ենք դառնալու։ Դու չես մոռացել, չէ, որ դու քո հոր ընկերության բաժնետերն ես, իսկ ես իմ հոր։ Իսկ դրանք տարբեր ընկերություններ են։ Դեռ։ Իսկ ամուսնությունից հետո Ամուսնությունից հետո էլ ամեն ինչ նույնն է մնալու։ Ես չեմ պատրաստվում իմ հոր տարիների աշխատանքը ինձ հետ օժիտ բերել։ Նույն կերպ էլ ինձ քո բաժնեմասը հետաքրքիր չի։ Այսինքն ստացվում է, որ ապագայում դու մեր երեխային ոչինչ չես թողնի, որովհետև Երեխային։ Կամ երեխաներին։ Քանի դեռ ես քեզ չեմ սիրում, նման խոսակցություն չի կարող լինել։ Կսիրես։ Ես դրա համար ամեն ինչ կանեմ։ Դե երբ կլինի այդ ժամանակ էլ կխոսենք։ Ամեն ինչ շատ համով է, մերսի։ Անուշ լինի։ Ես Վարդանի հետ կխոսեմ, դու էլ պապայիդ հետ ամեն դեպքում խոսի, կարող է ինչ-որ բան առաջարկի։ Ինքը եկել էր ու ասում էր, որ գրազը կրվել են ու պետքա պատիվ տան։ Հա, երեխեք, ինչ եք ասում։ Գնում ենք։ Երեխեք, անեն չի, որ մենակ իմ հետևից էր եկել կամ որ մենակ ես եմ գրազը կրել։ Բիձա, մեծ հաշվով որոշիչ հարվածը քոնն էր։ Ապեր ես այդ հարվածը նվեր եմ տալիս, ես փաս։ Լավ էլի։ Ապեր դրանց նորից ստանալու ընդհանրապես ցանկություն չկա։ Առավել եւս դրանց հետ ցեղան նստելու։ Չեմ հասկանում ինչքան պետք է ասեմ, որ հասկանաս։ Ես էլ չեմ գալիս։ Չէ, դուք հաստատ պայմանավորվել եք իրար հետ։ Իրար հետ որ տուն եք գնացել, խոսացել եք, չէ։ Չես հավատա, բայց չէ։ Դե լավ, ինչ ասեմ, չեք ուզում մի եկեք։ Ես ու Վիկան կգնանք։ Բայց դու Վիկային հարցել ես ինքը ընդհանրապես ուզում ա թե չէ։ Վիկ, խոսեմ։ Դե ես շատ կուզեի, որ միասին գնանք։ Բայց եթե դուք չեք գալիս, կարող եմ մենք էլ չգնանք Արթուր։ Ախը շատ անդուրն են։ Մենք ինչ կապ ունենք իրանց հետ։ Դե լավ ինչ ասեմ, չեք ուզում մի ուզեք։ Ահա, դե դասերը վերջանա, կզանգենք, կասենք, որ չենք գալիս։ Դե եթե որոշեցիք, գնացինք լսարան։ Գնացինք։ Այս պատմության մեջ ես զգում եմ ինչ-որ մութ բան կա։ Հղիության մեջ, բայց ինչ պետք է լինի։ Լևոն ջան, մենք պայմանավորվեցինք, որ ես մոտենում եմ ու ասում եմ իրեն, որ հիշում եմ, չէ։ Տիկին Սաթեն, մենք չէ, դուք։ Ապրես շատ, ամբողջ պատասխանատվությունը ինձ վրա գցեցիր։ Դե լավ, մատապլիները։ Շնորհակալ եմ, ինչևէ։ Տես, ինքը բնականաբար ինձ չէր հիշում։ Երբ որ ես ասի քեզ հիշում եմ, ինքը ասեց ինչ որ հուշում տուր ինձ, մի բան ասա։ Ահա որ խառնվեցի, ինձ կորցրեցի, բայց անմիջապես հիշեցի այն լուսանկարը, որտեղ ինքը հղի էր։ Ասեցի դու այդ ժամանակ հղի էիր։ Այդտեղից է սկսվեց, ինքը ահա որ խառնվեց իրար, չէ մի րոպե, ինքը առաջին անգամ խառնվեց իրար, երբ որ ես ասեցի 2007 թվական Լևոն ջան, մի բան ասեմ էլի, կարող ա դու Թիֆլիս մեկնես,
Ես չգիտեմ դուք ոնց եք տես նյութեր հավաքում, բանանում, չգիտեմ։ Դե, եթե պետք է, բայց կոնկրետ ինչ եք ուզում ճշտել։ Լևոն ջան, տղա ջան, ասեցի քեզ արդեն, հղիության հետ կապված, ծննդաբերության հետ կապված։ Դե, եթե պետք է։ Հա, պետք է, շատ պետք է, որովհետև ես կարծում եմ, որ ինքը ինքնուրույն չի խոսի, ինչ-որ բան պետք լինի, որ դնենք դիմացը, հասկանում ես, պիտ տեսակայել։ Դե հա պինդ է, որ մինչև հիմա Սրապյանի կողքին դիմացել է։ Հաստատ։ Այդ դեպքում ես կոմպրոմատներ կհավաքեմ։ Սկսի Լևոնյան, սկսի, որտև այդ ժամանակ ուղիղ կարող ենք նստել դիմացը ու հարցեր տալ։ Թե չի ասեմ, ես գացի, դիմացը կախվես, աչքը չի թարթի։ Լևոն, այս լուսանկարը ինձ հենցնես չեմ ուղարկել։ Իմացի, 100% այս պատմության կծիկը Իզաբելն է բացելու, այդ ես վստահ եմ։ Հենց որ արագացրու կապիտան ջան, արագ գործի։ Դե լավա դուրս եկար, տիկին ջան, ես էլ արդեն ուզում եի փրկարարներ կանչեի։ Շանս երևի էլի կանչեմ, հա, բայց բժիշկ։ Դու ես ժամին ինչ գործ ունես տանում։ Դե կներեք էլի, որ շուտ են եկել։ Լսի, ես սոված մեռնում եմ, մի բան պատրաստ է։ Թե ասախ այդ էփել թափելը չսովորեցի, որ հիմա ամբողջ կյանք քո հույսին մնամ։ Լավ ինչ եկել բողոքում ես, ինչ ես ուզում։ Դո բա ինչ անեմ է։ Են նոնան ընդեղա վիրուս բռնել, մի շաբաթը չի գալիս գործերը մնացել են։ Են դավն էլ ընդեղ իրա ուռած քթով։ Դավայն ինչ եղա, ինչ եք իթ ուռած։ Դեն լակոտը հետա կրվել։ Դես այդ լակոտին ու իրա տատուն ինչ օրն եմ գցել։ Տատն էլ ակռի վարել։ Չէ, բայց նենցա մեջքին կանգնած ոնց որ Ամերիկան Իսրայելի։ Լավ էլ ուժեղ է փաստորեն։ Օ, այն խոսքը չի։ Դե արի, այն մի բան պատրաստի ուտեմ, արի։ Սադ, երբ գազ բա, ուղղակի կարոտել եմ։ Ես քո հաշվարկները նայեցի, ամեն ինչ ճիշտ էր։ Իշտեմ քո շին հրապարակ մինչև գաս, լավ։ Դա ամաչեցիք, հա։ Լավ։ Ես էի գուր, չկարդացի, ման չտեսա։ Բադուկ, ձեզ էլ զգուշացրել էի։ Լավ էլ աղբոր պես։ Ինչ աղբոր պես, ինչ աղբոր պես։ Ոնց ձեզ համոզեցա, ոնց։ Իրա գնից շատ տվեց։ Հա, հողը կուրացրեց, հա։ Լավ, դու էլ իմ նման դանակի տակ պարկած հիվանդ չունեիր, հա։ Լավ էլ ապրում ես, ինչ տապակաս։ Չգիտեմ, ես էլ չգիտեմ, համո ջան։ Ճիշտ ասած վախեցա, կարող էր մի ձևով խաբել, ասի շուտ փողս վերցնեմ գնամ։ Ինքն էլ շարը քաշի մեզանից պրծենք դրանից։ Դուք գլուխն ազատեցիր, մերն ավելի խորը թաղեցիր, ախպերս։ Ախր իրա դեմը ով կարա ցամը։ Որ միասին եք ինչ կարան, ինչ։ Այդ տենց ասում ենք, մեջներիցս հաստատ մեկը կլիներ, ով կգնար ու կծախեր։ Դրա համար առաջինը դու ծախեցիր, որ քեզ չծախեմ։
Լավ էլի ձյաձ, մենակ խոսալով չի։ Դե տես ոնց են սա հերթով ծախելու, ու ասեմ ավելին, են թևի տներն էլ արդեն մտնում ու դուրս են գալի։ Դե ոնց։ Լավ դրա կշտորալ չկա։ Ախորժակը ուտելուց է բացվում, դե կարած դեմները գնա ու առ։ Վերցրու ձյաձ վալով, վերցրու գնաս մեքենան մեզ է սպասում։ Դե զանգի ապեր, ում է սպասում, ես աղջիկներն էլ կգան։ Դու անկեղծ ասած չեմ էլ ուզում իրանց զանգեմ։ Յո, ես խելքի ես եկել, թե այնքան ասեցինք զարթնար։ Մի ղժա բիձա։ Դե չեմ կարա չզանգեմ։ Թե չգալու եմ պատիվ պահանջել։ Էդ հաստատ։ Բայց այսօր չեմ զանգի, մի տեսակ չեմ տրամադրվում։ Բա որ իրանք զանգեն։ Դե որ իրանք զանգեն, կասեմ խառն էին, գործեր կար։ Դե հետո կպայմանավորվենք, կգնանք խոսենք ու վերջապես կպրծնենք այս անդուր պատմությունից։ Ոնց գիտես ապեր։ Ալո։ Հավիկ ստեղ ենք։ Հա, ձեզ ենք սպասում։ Հա։ Հա, ապեր բաժանվենք զույգերի։ Ես այսօր շուտ եմ գնալու։ Ինչ ա եղել, հո պապան լավ է։ Չէ, պապան լավ է, ուրիշ գործեր կան։ Լավ։ Գալիս էին։ Չզանգին ընկեր ուսանողները։ Կարող է լավ չեք պայմանավորվել։ Չէ, լավ եք պայմանավորվել։ Պրոստը երևի որոշել են զատնի անել։ Խի։ Վախեցած եմ։ Էլ արդեն ուշ է։ Վաղ իրար հետ քիշնենք դրանց համալսարան։ Իսկ Վիկան ո՞նց էր։ Սաղ ճամփին ոչ մի բառ չխոսած։ Վախեցած վրես էր նայում։ Ոչինչ։ Կամաց կսլովովի։ Ասում եմ կարող է այսօրվա գործը վաղվան չթողենք։ Ինչ գործ։ Դե նա Արտուրին մի հատ լավ սյուրպրիզ ա։ Այս ուրիշ բան է սրտովս է։ Սաթեն։ Բայց լավ է քեզ տեսա, այսօր քեզ այս տասում։ Բան ա եղել։ Հա, բայց լավ բան է եղել։ Չեմ հավատում։ Հավատա, բարձանքներ հանգիստ խոսենք, ես բարձած արեգը տանը չէր։ Հա, տանը չի, շին հրապարակը գնացի երկու խոսքով ասա, էլի ինչը։ Լավ, սկզբում վատա։ Սարապյանն ուզում է այն մյուս թևի տներն էլ առնի։ Սերոժն ասեց։ Սերոժին տեսել ես տեղ է։ Հա, բայց հետո։ Ուրեմն Սաթենից ասեմ, ես էլ վեր կացա, գնացի այդ տները հատառատ մտա։ Հետո այն, որ ինձանից առաջ Սարապյանի շուններն էլ մտել դուրս եկել, Սերոժը չէր խաղում։ Վերջը։ Գնանք հետո այսպես կասեմ, հա։ Վարդանը, հա։ Ռուսեն ասաց կխոսի հետը։ Դրա համար եմ ասում, դու էլ քո հաշվարկներն արա։ Բայց ինձ որ լսես, չշտապի։ Թող հələ Լուսեն խոսա, տեսնենք այդ Վարդանը ինչ է հաշվելու։ Մնացածն էլ հետո կերևա։ Հա, էլի բան կա։ Դե մեկ էլ այդ բաժնեմասերի պահը էլի։ Այդ Լուսե այդ ամուսնական պայմանագիր էլ կնքել կտա։ Բեսի տեսքին նայում ես, սկի չես ասի, որ իրա գլխի մեջ այդքան խելք կա։ Դավջան, հիմա ամեն ինչ քեզնից է կախված։ Պապան ինչ կարացավ, արեց, այն մնացած արդեն քո վրա է։ Իզաբելն էր ասում էր, որ մենք արդեն պատրաստ ենք։ Կարող է այսօր գնանք այդ ամուսնական մատանին տնենք մատին ու վերջ։ Դե ինչքան շուտ այդքան լավ։ Այս երկու օրը ես տներն էլ կնայեմ, կասեմ որն եմ ուզում։ Սպասել է, չես ուզում, որ հարսիկն էլ տեսնի։ Լավ, զանգի, ճիշտ է դա զանգի։ Լավ, ոնց ասես։ Վարդան, դու այդ ամեն ինչը հաշվի, հետո կվերես հաշվարկները միասին կանենք։ Լավ։ Չես վստահում Լուսեին։ Չէ, ոնց կարող եմ չվստահել Լուսեին։
Իհարկե վստահում եմ։ Դե ամեն դեպքում նայեմ էլի, միգուցե Վարդանը ինչ որ բան չի նկատել։ Լուսեն էլ այդքան փորձառություն չունի, որ հասկանա ինչ է կատարվել։ Իդեպ Լուսեն ուր է։ Հագնվում է։ Հիմա ուր։ Դավիթը զանգեց, ինչ որ նոր բնակարան ա գնել, ուզում ա որ իրար հետ գնան նայեն։ Հա, մեկ էլ Դավիթը հարցնում էր, երբ հարմար կլինի որ գան։ Արգան։ Հա, Լուսեն ինչ ասում։ Լուսեն պատրաստ է։ Դե, եթե Լուսեն պատրաստ է, ես ուրիշ ինչ կարող եմ ասել։ Միևնույն է սիրտս անհանգիստ է։ Ուր ես գնում։ Իմ սենյակ։ Ուրեմն համոս տնետուն ման է գալիս, բոլորին իրար գլուխը հավաքում ու ժողով են անում։ Ու ինչ են որոշում։ Դե, նախնական որոշում ունեն, բայց դա պետքա քննարկել։ Բոլորն էլ խնդիրներ ունեն, բոլորն էլ փողի կարիք ունեն։ Ոչ մեկը չի ուզում իր տունը վաճառի, բոլորն ուզում են այս թաղում ապրել։ Վախենում եմ, որ կարող է Վալոդի ու Սերոժի նման չդիմանան ու ծախեն։ Էդ հիմա ձեռ ես առնում։ Չէ, լուրջ եմ ասում, տենց չի։ Դե տենց է։ Դրա համար էլ ուզում են իրենց տները ինձ ու քեզ վաճառել։ Ինչ անեն։ Ճիշտ ես լսել։ Այո։ Որովհետև մտածում են, որ Սրապյանը մեզ ոչ կարող է խաբի, ոչ էլ կարող է համոզի։ Շատ լավն էր։ Իսկ մեզ այդքան փող որտեղից որ կարողանանք բոլորի տներն առնենք։ Դե, մենք այդքան փող չունենք, եթե նույնիսկ կարողանանք ճարել ու առնել այդ մարդկանց տները, միևնույնն է։ Ինչ ենք անում մենք այդ մարդկանց տները։ Ոչ մի բան։ Դրա համար, Արեգ ջան, պետք է ինչ-որ բան մտածել։ Ինչ պիտի մտածենք, Սադ։ Այ, մեզ պետքա որ թղթով, թանակով ֆիքսված լինի, որ եթե նույնիսկ իրանք ցանկանան վաճառել իրանց տները, չկարողանան։ Լուրջ ես ասում։ Ամենայն լրջությամբ։ Ես իրավաբանի հետ կխոսեմ։ Իրավաբանս կարգին տղա է, բերանը փակ է, որտեվ վտանգավորը հանկարծ կարող է այդ լուրը Սրապյանի ականջան գնել։ Շինհրապարակում ինչ կա։ Նորմալ է ամեն ինչ, մի անհանգստացի։ Բա չես ասում առավոտ ուր էիր գնացել։ Այդ քո գործը չի։ Ոնց իմ ինչ գործը։ Այդպես քո գործը չի։ Դու քո գործերով զբաղվի, հա? Սա դες, ուրիշ գնացել։ Նախ ինչ ես են շուտ եկել։ Գնաս քաղաքում պատտվի սրճարան գնա։ Եղելոք աղջկա է ծանոթացի։ Արեգ, ինձ սորա պետք։ Եթե բարձացել է վերև, ուրեմն հոգնած է։ Այսինքն վաղը խոսամ։ Ինչ ես ուզում խոսես Արամ ջան։ Դե աշխատանքի պահով։ Դե հիմա Լուսեն պապայի հետ է աշխատում։ Բայց որ Լուսեն գնա պապան մենակ է մնալու։ Բժիշկն էլ ասել է, որ պապային չի կարելի ծանրը բռնված աշխատել։ Բայց սովորելու թե ոնց ես հասցնելու։ Կհասցնեմ, մամ ջան։ Չեմ ուզում ուղակի հետ մնաս։ Չէ, ինչի պետք է հետ մնամ։ Դե իհարկե պապատ շատ կուրախանա, բայց ես գիտեմ, որ դու ասում ես, որ այդ գործը չես սիրում։ Դե լավ է ստացվում մոտս։ Համ էլ հիմա պապային պետք է օգնեմ։ Մնացածն էլ ժամանակի ընթացքում կսովորեմ։ Բայց այս տարիքից։ Պապան էլ ասում է հենց այս տարիքից է պետք սկսել, մամ ջան։ Իսկ Լուսեն քեզ հիմա էլ ոչ մի բան չի ասում։ Չեմ ուզում այդ թեմայից խոսալ Արամ։ Չնայած Լուսեն ասաց, որ գնացել ես մոտը, հա։ Դե հա։ Բա երբ են գալու դրանք։ Վաղը չէ մյուս օրը, ինչի։ Չի լինի ես չգամ։ Կատակ ես անում։ Կատակ չի անում, բայց հասկացա։ Ես հասկանում եմ, որ այս ամեն ինչը սրտովդ չի, բայց տենց բան չանես հանկարծ։ Լավ, մամ ջան, կներես։ Ես բարձրանում սենյակ։
Սա էլ մյուս տարբերակն է։ Ինչ կասես։ Հա, այս ավելի հարմար է։ Հարմար ննջարանա։ Հա, բայց դու այդտեղ չես քնելու։ Առայժմ։ Լուսե, եթե քեզ դուր չի գալիս, կարող ենք ուրիշ տարբերակներ նայել։ Չէ, լավ է։ Անկեղծ ասած, ես չեմ մտածել, թե ինչպիսին պիտի լինի իդեալական տունը։ Հետաքրքիր է։ Ես էլ։ Դե կարող ենք սա վերցնել, հետո եթե մեր պատկերացումներին չհամապատասխանի, կվաճառենք, նորը կվերցնենք։ Ու այդպես քանի անգամ։ Մինչև մեր ուզածը գտնենք։ Գիտես, հետաքրքիր բան ասեմ։ Ես հյուրանոցները միշտ ավելի շատ եմ սիրել, քան տները։ Ինչի։ Չգիտեմ։ Չնայած հոգեբան ընկերս ասում է դա նրանից է, որ ես առանց մոր եմ մեծացել ու այն տաք անկյունը, որը միայն կինն է կարողանում ստեղծել, չեմ տեսել։ Ու ես շատ հուսով եմ, որ դու կկարողանաս ստեղծել այդ տաք տունը։ Ու ես վերջապես կհասկանամ դա ինչ է։ Եթե վերջ գնանք։ Այսինքն վերցնենք սա։ Լավ, որոշեցինք։ Դե հա, բարիշեցինք, բա ինչ պիտի անենք։ Մենք դպրոցում էլ էինք տենց անընդհատ կռվում բարիշում էինք։ Ինչ էլ հավես ունեք։ Լսի, մենք շատ տարբեր ենք, բայց համել առանց իրար չենք կարում։ Դպրոցում սովորելու տարիներին իրանց տուն չէի գնում։ Այդ հիմա է, որ գնում եմ, մնում եմ։ Բայց դու մի տեսակ ես։ Չէ, ինչ պիտի լինի։ Նորմալ է։ Բայց դու ու Արամն էլ եք շատ կռվում։ Դո չէ, հա, այդ բիձան այնքան հանգիստ է, որ այդ կռվել կլինի։ Հա? Այդ լավ է։ Բա դուք որտեղից գիտեք իրար։ Ընդունելության քննության ժամանակ ենք ծանոթացել։ Օգնեց խնդիրներս լուծեցի։ Եթե ինքը չլիներ, բալերս չէր հերիքի չէի ընդունվի։ Առավոտը կգաս։ Անպայման։ Բայց միջով չզանգեմ ճիշտն լավ։ Մտածում ես այդ մոսը էլի կգա։ Դե չէ, բայց դե ամեն դեպքում։ Դե վազի։ Ուր են գնում։ Ախորդ կանաչ կարմիրը կապելու։ Դավիթի ու Լուսեի հարսանիքին։ Հա? Հիմա ինչ, մենք կարող ենք վաղը չէ մյուս օրը գալ։ Դե եթե դու պապան պատրաստ եք։ Պատրաստ ենք։ Համեցեք։ Իսկ կարող է Արամը չի եկել, որովհետև ավելի լուրջ վնասվածքներ ուներ։ Սու հասար։ Հա ինչ, Արթուր ասաց իրար հետ են եղել։ Հա, բայց երբ ասեց։ Երբ որ քերծվածքները նկատեցի, այնքան հարցախեղ տարեցի, մինչև խոստովանեց։